Սիրելի հայրենակիցներ, այսօր այս ամբիոնը ես կրկին օգտագործելու եմ, որպեսզի ձեր ուշադրությունը հրավիրեմ ժողովրդավարության ապականման հետ, որ տեղի է ունենում մեր երկրում։ Այդ մասին խոսեցին իմ գործընկերները, բայց այդ մասին ուզում եմ խոսել նաև ես։ Գիտեք, եթե ես 3 ելույթ ունենայի, ապա պետք է ասեի, որ Հայաստանի Հանրապետությունում կա 20-ից ավելի քաղբանտարկյալ։ Այսօր ցավով պետք է ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունում կա 40-ից ավել քաղբանտարկյալ։ 3 քաղբանտարկյալների շարքերը լրացրեցին բազմաթիվ գյումրեցի մեր հայրենակիցներ, ովքեր դուրս են եկել իրենց անհամաձայնությունը հայտնելու այս իշխանության կապրիզներին։ Բայց վերջիններս իհարկե հայտնվեցին բանտում, ինչպես դա սովորաբար լինում է։ Ես վստահ եմ այստեղից հաջորդող ելույթների համար կամ ժամանակ կամ այլ ամբիոններից ասելու եք Հայաստանում քաղբանտարկյալներ չկա, այդ մարդիկ հանցագործություն են գործել, դրա համար էլ հայտնվել են բանտերում եւ այլն։ Ուզում եմ ձեզ համար ընթերցել ԵԽԽՎ-ի 1900 բանաձևը, որպեսզի ինքներդ էլ համոզվեք, սիրելի հայրենակիցներ, թե որ բանտերում գտնվող 40-ից ավելի մեր հայրենակիցները իրապես քաղբանտարկյալներ են։ Ուրեմն բանաձևը նշում է, որ քաղբանտարկյալ են հանդիսանում այն անձինք, նրանց կարգավիճակը հավաստվում է եւ կալանավորումն իրականացվել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի եւ նրա արձանագրությունների մեջ արտացոլված հիմնարար երաշխիքների, մասնավորապես մտքի, խղճի եւ կրոնի ազատության, արտահայտվելու եւ տեղեկատվության ազատության, հավաքների եւ միավորումների ազատության երաշխիքներից որևէ մեկի խախտմամբ։ Կալանավորումը կատարվել է բացառապես քաղաքական պատճառով, առանց որևէ հանցանքի հետ կապելու, քաղաքական շարժարկներով կալանավորման ժամկետը եւ պայմանները ակնհայտորեն անհամաչափ են արարքին, քաղաքական շարժարկներով անձը կալանավորվել է խտրականորեն, համատարած այլ անձանց հետ, կալանավորումը ակնհայտորեն անարդար ընթացակարգերի արդյունք է, ինչը կապված է իշխանությունների քաղաքական շարժառիթների հետ։ Բա հիմա այդ քաղաքացիները, եթե քաղբանտարկյալ չեն, ինչ են։ Կամ այստեղի ամբիոնից, այս ամբիոնից 3 падգամավորներից մեկը ասում է, այդ որ այդպես ասում եք, զորքերը, ոստիկանության զորքերը տարել էին Գյումրի այդ քանակով եւ այլն յուրայինների հանդեպ ինչու այդպես չեք անում, ասում է մեր յուրայինները կուլտուրական կոռուպցիոներներ են։ Իրանց որ ծանուցում են նորմալ է, ձերոնք կուլտուրական չեն։ Դրա համար ինչքան ոստիկան ունենք, տանում ենք Գյումրի, որպեսզի մեկին բերման ենթարկենք։ Հետո այս նույն ամբիոնից նույն падգամավորը ասում է, մենք ժողովրդավարական երկիր ենք, որ ժողովրդավարական չլինեինք, այդտեղ նստած կլինեիք, այդտեղ նստած կլինեիք, հերիք չի մի հատ էլ կխոսեիք։ Հա, բայց այդ նույն շնորհին մեր գործընկեր Արտուր Սարգսյանը չարժանացավ, նստած չի այնտեղ։ Հասկանում եք, որ սա ուղիղ սպառնալիք է։ Մեկը ձեզ հուշել է, որ այս ամբիոնից այդպիսի բաներ ասել է, պարզապես ուղիղ սպառնալիք է ժողովրդավարությանը։ Ասում են, հա, նորից այդ բերման ենթարկելու հետ կապված ձեր կուլտուրականներին ծանուցագիր եք ուղարկում, մեր ոչ կուլտուրական ընդդիմադիր գործիչներին փռում եք ասֆալտին։ Ալեքսանդր Կոչուբաևին բերման ենթարկելու կադրերը տեսել եք։ Ինչ էր արել այդ մարդը, տերորիստական ակտեր այդ պահին իրականացնում, որ բազմաթիվ ոստիկաններով փողոցի մեջտեղը փռեցին գետնին։ Ինչ էր անելու այդ ընթացքում, գրառումներ շարունակելու։ Կամ արդեն մենք հասել ենք այն իրավիճակին, որ կալանավորում են իրավապաշտպաններին, փաստաբաններին։ Ժողովուրդ, մենք մինչև հիմա գիտեինք, որ իրավապաշտպաններին կալանավորում են բռնապետական երկրներում, ինչպիսին Ադրբեջանն է։ Դրա մասին մի այդ բազմաթիվ որոշումներ կան։ Մի այդ բազմաթիվ որոշումներ կան, հիմա մենք էլ ենք արդեն իրավապաշտպաններին կալանավորում։ Ռուբեն Մխիթարյանին դրա համար կալանավորեցիք, այդ մարդը ձեռքերը պարզած հավաքի ընթացքում ասում էր հանդարտվեք։ Դրա համար 2 ամսով կալանավորել եք։ Ես հասկանում եմ իհարկե, այս իշխանությունները նեղվում են, որ իրավապաշտպան համայնքը ակտիվ աջակցում է իրենց աջակցության կարիքը ունեցող ընդդիմադիր եւ հանրային բազմաթիվ գործիչների։ Եվ այդ եղանակով հնարավոր է լինելու, մի խանգարեք, եւ այդ եղանակով հնարավոր է լինելու, այսպես փորձել ստեղծել մթնոլորտ, որ այդ մարդիկ կամ չիրականացնեն իրավապաշտպանություն, կամ էլ այսպես ավելի
պասիվ իրականացնեն, չի ստացվելու։ Բայց այնպես արեք, խնդրում եմ, ձեր մասին մտածելով, որ վաղը մի փաստաբան լինի, որ ձեր շահերը պաշտպանի։ Խոսում են քաղբանտարկյալների մասին, ասում են Հայաստանում քաղբանտարկյալներ չկա, ուրեմն Միքայել Սրբազանին դատապարտեցին մի արարքի համար, որը հանցակազմ բացարձակ չի պարունակում եւ այլն, դա թողնենք այլ քննարկման հարց է, դատապարտեցին նմանատիպ արարքների պարագայում այլ պատժամիջոցներ կիրառելուն զուգահեռ 2 տարի ազատազրկման, եւ դա բավական չի, դատախազությունը արագ վերաքննիչ բողոք է տանում, ասում է 2 տարին քիչ է, ժողովուրդ, 2 տարի 6 ամիս դատապարտեք։ Բայց դա քաղբանտարկյալի կարգավիճակի հետ կապ չունի։ Եթե մենք խոսում ենք ժողովրդավարության մասին, ոնց է լինում ժողովրդավարական երկրում բոլորին գաղտնալսում են։ Ոնց է լինում։ Ախր եթե գաղտնալսում եք, ոնց որ ժողովրդական խոսքը կա ջհանդամ գաղտնալսեք, եք կտրում կպցնում այդ ձայնագրությունները իրար։ Հետո վստահությունը իրավապահ համակարգի նկատմամբ հանդեպ ոնց է լինելու։ Մենք տեսանք, չէ՞, ձայնագրությունները այս ամբիոնից ինչպես էին ներկայացվում, հետո պարզվեց լրիվ կոնտեքստից կտրված եւ իրար կպցված ձայնագրություններ են, ու հələ դեռ շատ բաներ է պարզվելու։ Հա հասկացանք մեծ եղբայրը հետևում է, բայց այսպես։ Հա, ԿՊ-ական մի падգամավոր խոսելով կարգալույծ արված Ստեփան Ասատրյանի մասին, ասում է խախտվել են աշխատանքային իրավունք, խախտվել է աշխատանքային իրավունքը, չեն ծանուցել, 2 ամիս առաջ պետք է ծանուցեին։ Չէ՞ լուրջ 2018 թվականից Էսկոմ առաջին անգամ իրավունքի խախտում տեսակ։ Այսինքն մինչև հիմա Հայաստանում իրավունքի խախտում չկար, որ եկեք տեսեք այս մարդուն աշխատանքային իրավունք են խախտել։ Այսպես եք վերաբերում ժողովրդավարությանը։ Այս է ձեր ժողովրդավարությունը։ Հա, ժողովրդավարության մարտիկներ, մի հատ էլ կարդացեք սահմանադրությունը, էլի։ Երեք այս ամբիոնից մեզ ասում էին, ձեր պատասխանին ենք սպասում եւ այլն, առաքելական եկեղեցու եւ կաթողիկոսի մասին։ Պատասխանում եմ։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը նշում է եկեղեցին անջատ է պետությունից։ Դրանից կարևոր բան չկա։ Դուք էլ եք ասում եւ ամեն օր, ամեն վարքյան փորձում եք խառնվել եկեղեցու գործերին։ Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը կարդացեք, ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ինքնակառավարում իր նվիրապետության սահմաններում։ Այս կարդացեք, հետո խոսացեք աշխատանքային խախտող իրավունքների մասին։ Գիտեք, դուք չեք պատկերացնում ապօրինությունների ինչ հրեշավոր մեքենա եք ստեղծել գործի դրել, բայց այնպես արեք, որ այդ ապօրինությունների մեքենան վաղը ձեր դեմ չաշխատի։ Ես վստահեցնում եմ, վաղը եթե ձեր հանդեպ լինի որևէ քրեական գործ, ես նույնպես պայքարելու եմ, որ ձեր գործի քննությունը լինի օրինականության շրջանակներում, բայց վստահ չեմ, որ կստացվի, որովհետև շատ դժվար է լինելու կտրել այս տարիների ընթացքում ստեղծված ապօրինությունների շղթան։ Վստահ եմ, շատ դժվար է լինելու։ Հիմա սիրելի հայրենակիցներ, գիտեք, մենք ամբողջ օրը հետևում ենք ձերբակալություններին, կալանավորումներին, այս կամ այն քննիչի, դատախազի, կամ գլխավոր քննիչի, գլխավոր դատախազի, գլխավոր վարակաբանի, գլխավոր ամեն ինչի հայտարարություններին ու գործողություններին, հետևում ենք դատավարություններին ու ստիպված սահմանափակում ենք այդ իրականությամբ, բայց ցավոք սրտի մեր իրականության պարամետրերը եւ իրական վիճակը բոլորովին այլ է եւ մենք ունենք խորքային խնդիրներ ու ձախողումներ բազմաթիվ ոլորտներում։ Արտաքին պարտ, կարտահանման, բեռնափոխադրման խնդիրներ, առողջապահության, սոցիալական խնդիրներ, հանցավորության աճ, ու դա շատ լավ գիտեն եւ ԿՊ նախագահը, եւ այստեղ նստած ԿՊ-ականները, եւ նախարարները, բայց օրինակ ինչով է զբաղված էկոնոմիկայի նախարարը, ստատուս է գրում։ Լավ, այս երկրի կառավարումը ստատուսներով եք իրականացնելու, մի օր դա կոտրվելու է։ Սիրելի հայրենակիցներ, մեր երկիրը վաղուց արդեն հատել է նախկինի եւ ներկայի հակադրման գիծը։ Հայաստանի խնդիրն արդեն ճիշտ ապագա ձևակերպելու մեջ է։ Ճիշտ ապագան ազնիվ լինելն է եւ գրագետ մոտեցումներն ու ծրագրերն են։ Այս առումով ես ուզում եմ ողջունել սկիզբ առնող բոլոր շարժումները, նախաձեռնությունները, մեր ձևով առաջարկ Հայաստանին միասնության թևեր, նոր շարժումներ կլինեն, նոր միավորումներ կլինեն,
Եվ դա շատ կարևոր է, որովհետև հանրության նոր շերտեր մտնում են մեր ապագայի ձևակերպման process-ի մեջ։ Ես վստահ եմ, որ հնարավոր է լինելու հաղթահարել այն բոլոր խորքային խնդիրները, որ կան մեր երկրում։ Ես վստահ եմ, որ մենք միասին կարողանալու ենք հաղթահարել բոլոր ապօրինություններն ու հակաիրավականությունները, որ այս իշխանությունը բերել է մեր երկրի գլխին։